Ոնց կարելի է սատանայի համեմատել կաթողիկոսի հետ ու ասել կաթողիկոսը չի կարելի, ես վատ եմ զգում, ցավ եմ ապրում այդ բառի համար։ Կաթողիկոսը պիտի լինի կաթողիկոս, ոչ թե սատանա, պիղծ, սրիկա։ Ես այնքան ուրախ եմ այս ժողովրդին, որ տեսել եմ, ահա որ ուրախ եմ, որ այսքան շատ են ու Ամեն դեպքում ոնց հասկացա սատարում եք այդ գործընթացին, որ Գարեգին Իհարկե, ես վաղուց, ես մինչև դա շատ ինտերվյուներ եմ, եթե չեք նայել Իսրայելյանի մոտ տվել եմ, ես հենց առաջի ասողներից մեկն եմ եղել, որ ինքը պիտի անմիջապես հեռանա, եթե չէ իր վզին խփելով պիտի հանեն շպրտեն դուրս։ Ինքը որ օրը ոտքը դրել է այդ սատանան այդ գահին, ես այդ օրվանից եկեղեցի չեմ մտել, սա իմ առաջի քայլն էր եկեղեցի։ Ես ուրեմն հոկտեմբերի 27-ից հետո ոչ մի եկեղեցի չեմ մտել Հայաստանում, ոչ մի տեղ, որովհետև երբ որ այդ ծառայողները ծառայում էին դրան, ես չէի կարող դրան։ Ճիշտ Աստված ասում է դու Աստծո խոսքը լսեք իրանց բերանից, կարևոր չի իրանք ով են, բայց ես չեմ կարող այդ պիղծ անասունների բերանից լսել այդ խոսքը։ Որ այսքան աղանդներ բերեցին, իրենք միտումնավոր սարեցին, աղանդներով լցրեցին ամբողջ երկիրը, տարբեր միլիոնավոր աղանդներ, որ ժողովուրդը բոլորը հետ դառնալ Աստծո տուն, երկրպագի Աստծուն ճանաչի, որ այսքան կրակ ու պատիժ մեր գլխին չլցվի, ամենը նրանից է, որ այս ժողովուրդը Աստծուց հեռացել է։